2025 թվականին միջազգային հարաբերությունների համակարգը նշանավորվեց որպես շարունակվող պատերազմների տարի, ոչ թե դրանց ավարտի։ Համաշխարհային օրակարգը ձևավորվեց այն կոնֆլիկտներով, որոնք սկսվել էին նախորդ տարիներին, բայց հենց 2025-ին ձեռք բերեցին նոր որակ, խորանալով, տարածվելով կամ ներգրավելով ավելի լայն դերակատարների։ Տարին ցույց տվեց, որ միջազգային համակարգը գտնվում է երկարատև անցումային փուլում, ուժային կենտրոնների բազմազանությունն աճում է, սակայն կարգավորման արդյունավետ մեխանիզմները համընթաց չեն զարգանում։ Արդյունքում հակամարտությունները դարձան քրոնիկ, լուծումները ժամանակավոր, իսկ խաղաղությունը պայմանական։ 2025 թվականի գլխավոր դերակատարը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն էր, ով ամբողջ տարի խոստացավ դադարեցնել կոնֆլիկտները տարբեր տարածաշրջանում։ Իսկ Օրագիր Նյուզը առանձնացրել է այն հիմնական միջազգային 10 կոնֆլիկտները, որոնք տարվա ընթացքում ոչ միայն պահպանեցին իրենց ինտենսիվությունը, այլև ազդեցին գլոբալ ուժային հավասարակշռության, տարածաշրջանային անվտանգության ու միջազգային օրակարգի վրա։ Դեռևս 2022 թվականից սկսված ռուս-ուկրաինական պատերազմը այդպես էլ չդադարեց 2025-ին։ Պատերազմը 25 թվականին շարունակվեց ակտիվ մարտերում, հիմնականում Դոնեցկի շրջանում, ռուսական առաջխաղացումներով, մինչդեռ բանակցությունները ավելի դանդաղ էին ու կային կանխատեսումներ, որ աշնանը հնարավոր է զինադադար։ Ըստ տեղեկությունների 2025 թվականի ընթացքում Ռուսաստանը վերահսկեց Ուկրաինայի տարածքի մոտ 1/5-ը, իսկ մարտական գործողությունները կենտրոնացված էին հիմնականում արևելքի կարևոր լոգիստիկ հանգույցների մեջ։ Պատերազմը շարունակվեց ակտիվ ռազմական գործողություններով առանց տեսանելի ավարտի, մարտերը կենտրոնացած էին Դոնբասի շրջանում։ Ավելի քան 3 տարի ձգվող պատերազմը դարձավ Արևմուտքի ու ԱՄՆ-ի հիմնական անհանգստությունը, վերածվելով միջազգային անվտանգային սպառնալիքի։ 2025-ին տեղի ունեցան բազմաթիվ հանդիպումներ, հրապարակվեց նույնիսկ 28 կետանոց խաղաղության համաձայնագրի տեքստը, բայց անօգուտ։ Ռուսական սանկցիաները շարունակվեցին, Թրամփի գալով Ուկրաինան դադարեց օգտվել ամերիկյան ֆինանսավորումից, իսկ Եվրոպան համեմատած պատերազմի սկզբի հետ կրճատեց օգնությունը Ուկրաինային։ Եթե խոսում ենք կոնֆլիկտներից, չեն կարող բաց թողնել նաև կոնֆլիկտների սիրտը, մեր ձավոր արևելքը։ Տարածաշրջանը, ինչպես գրեթե ամեն տարի, շարունակեց լինել թեժ առանցք։ 2024 թվականի հունվարի 1-ից դեռևս նոր տարվա գալուստից անմիջապես հետո Համաս շարժումը Գազայի հատվածից ավելի քան 20 հրթիռ էր արձակել Իսրայելի տարածքի վրա։ 2025-ին էլ եւս կոնֆլիկտը չլքեց միջազգային արենան։ Այս հակամարտությունը բնականաբար բավական խորն է ու երկարատև, այն սկսվել է դեռևս Պաղեստինի տարածքում Իսրայել պետության ստեղծումից էլ վաղ, այսինքն 20-րդ դարի սկզբին։ Իսրայելը 2025 թվականի ընթացքում էլ հայտարարեց, որ դեմ է երկու պետություն, երկու ժողովրդի համար սկզբունքի իրականացմանը։ Կոնֆլիկտի տրամաբանությունն էլ ամբողջ տարվա ընթացքում չփոխվեց։ Եթե 2023 թվականի հոկտեմբերի 7-ին Համասի ռազմականացված թևը Իզալդին Ալ-Քասամ բրիգադները Պաղեստինյան իսլամական ջիհադի հետ Գազայի տարածքից հարձակվեցին Իսրայելի հարավային շրջանների վրա, որի հետևանքով սպանվեց 1200 և գերեվարվեց ավելի քան 250 մարդ, հստակ էր, որ հրեական պետությունը իր ռազմական մեքենան որպես պատասխան գործի էր դնելու ամբողջ թափով։ 25-ի ընթացքում էլ Իսրայելը կենտրոնացած էր հենց 3 կետերի ուղղությամբ՝ Համասի ենթակառուցվածքների ոչնչացում, ցածր ինտենսիվության փուլ, այսինքն օջախների վերացում եւ Գազայում կենսապայմանների ապահովման հարցում Իսրայելի պատասխանատվության բացառում։ Բայց 2025 թվականը ցույց տվեց, որ պատերազմը Իսրայելի համար փաստացի ավարտվեց առանց Համասի ոչնչացման կամ, ինչպես վարչապետ Նեթանյահուն էր հայտարարում, ռազմական եւ կառավարական հնարավորությունների վերացման։ Իսրայելը սակայն Համասով բավարարվողը չէր։ ԱՄՆ ուղղակի աջակցությամբ 2025 թվականի հունիսի 13-ին Իսրայելը հրթիռային հարձակում գործեց Իրանի վրա։ Իսրայելի հարձակումը Իրանի վրա ամենամեծ հարձակումն էր Իրան-Իրաք պատերազմից ի վեր։ Հունիսի 13-ի երեկոյան Իրանը հակադարձել էր իրական խոստում 3-րդ գործողությամբ՝ բալիստիկ հրթիռներ եւ անօդաչու թռչող զարքեր արձակելով ռազմական օբյեկտների վրա։ Թրամփն էլ արդեն հունիսի 23-ին հայտարարում էր, որ համաձայնագիր կկնքվի հունիսի 25-ին անվանելով պատերազմը ընդամենը 12 օրյա, բայց այդպես էլ եղավ, հունիսի 25-ին կնքվեց Իրան-Իսրայել հրադադարը։
2024 թվականի վերջին, երբ Սիրիայում Հայաթ Թահրիր ալ-Շամ շարժման գլխավորությամբ հակակառավարական ուժերը տապալեցին Բաշար ալ-Ասադի 24 տարվա ռեժիմը, համացանցում 25 թվականի սկզբներից տարածվեցին տեղեկություններ ու տեսագրություններ, որտեղ երկրի կրոնական փոքրամասնություն ալավիների նկատմամբ իրականացվում էին բռնություններ։ Արդեն այս տարվա սկզբին հայտնի դարձավ, որ Սիրիայի Լաթաքիայի եւ Տարտուսի շրջաններում նախկին նախագահի կողմնակիցները զինված դիմադրություն են սկսել ալավիների դեմ նոր իշխանությունների իրականացրած բռնություններին ի պատասխան։ Մարտի սկզբին ապստամբական այս շարժումներ իրականացրած մի շարք հարձակումներից հետո Սիրիայի անցումային կառավարությունը պատասխանեց երկրի մերձափնյա շրջանների տոտալ շրջափակմամբ ու լայնածավալ ռազմական գործողությունների մեկնարկով։ Ավելի ուշ հրապարակված տեսագրություններում էլ կարելի էր լսել, թե ինչպես էին մզկիթներում իմամները ալավիների դեմ ջիհադի կոչեր հնչեցնում։ Սուդանում 2025 թվականը ևս բարի չէր։ Սուդանը 25 թվականին բախվեց քաղաքացիական խայտառակ ճգնաժամի, որը բնութագրվեց զանգվածային տեղահանություններով ու հակամարտության շարունակությամբ, ինչը հանգեցրեց քաղաքացիական անձանց մահապատիժների։ Մինչդեռ չնայած որ մարտահաշիվները ցույց էին տալիս, որ մոտ 52 միլիոն բնակչություն ունեցող Սուդանը ավելի երիտասարդ է, քան ամբողջ աշխարհում որևէ երկիր, սակայն Սուդանի քաղաքացիական պատերազմի պատճառով ավելի քան 25.5 միլիոն մարդ ծայրահեղ սովի բախվեց։ Բայց դե միայն Սուդանի քաղաքացիական պատերազմը չէր, որ ստեղծեց միջազգային անկայուն վիճակ։ Մյանմարում 2021 թվականի ռազմական հեղաշրջումից ի վեր այդ երկիրը արդեն 4 տարի է գտնվում է քաղաքացիական պատերազմում։ Մյանմարում կան ավելի քան 3.6 միլիոն փախստականներ, հազարավոր մահեր ու լուրջ հումանիտար խնդիրներ։ ՄԱԿ-ի գնահատումները ցույց են տալիս, որ մոտ 20 միլիոն մարդ կարիք ունի սննդի կամ օգնության։ Ռազմական ռեժիմը աջակցություն ունի հաշված երկրներից՝ Չինաստան, Ռուսաստան, Հնդկաստան, հիմնականում տնտեսական ու ռազմավարական նկատառումներով։ Մյանմարի քաղաքացիական պատերազմը 2025 թվականին շարունակեց մնալ դանդաղ զարգացող, բազմակողմանի ու խորապես բարդ հակամարտություն։ Կոնգոյի արևելյան շրջաններում էլ արդեն 2025 թվականի ապրիլից մինչև դեկտեմբեր տեղի ունեցան զինված բախումներ։ Պայքարը M23 զինված խմբակցության եւ Կոնգոյի կառավարության մեջ էր։ Կա տեսակետ, որ M23-ը Ռուանդայի կողմից ֆինանսավորվող ուժ է երկրում բախումներ հրահրելու նպատակով։ Ըստ մի շարք կազմակերպությունների տվյալների, միայն 2025 թվականի առաջին ամիսներին մինչև 500,000 մարդ նորից տեղահանվեց այս հակամարտության պատճառով։ 2025 թվականի ընթացքում Կոնգոյի հակամարտությունը էապես էսկալացվեց։ M23 զինյալները, ինչպես նաև դրանց ենթադրյալ աջակիցները մարտական գործողություններ մղեցին կառավարական ու ռազմական ուժերի մեջ։ Հնդկաստան-Պակիստան հարաբերությունները 2025-ին ևս մնացին համեմատաբար անկայուն, կապված հատկապես Ջամու եւ Քաշմիրի տարածաշրջանի կոնֆլիկտային սահմանային հատվածներով։ Աշխարհի երկու միջուկային հարևանների միջև երկարաժամկետ տարաձայնությունները շարունակեցին սրել մտահոգությունները տարածաշրջանային անվտանգության համար։ Ապրիլի 22-ին տեղի ունեցավ Պահալգամի ահաբեկչությունը։ Պակիստանի կողմից աջակցվող ահաբեկչական խումբը սպանեց մոտ 26 հնդիկի։ Նյու Դելին էլ դա համարեց ներխուժում իր տարածք, դրան էլ շարունակեցին հրաձգությունները։ Մայիսի 10-ին կողմերը հայտարարեցին հրադադարի մասին։ Նշենք նաև, որ սա այն դեպքերից էր, որ կար վաղ միջուկային պատերազմ սկսելու։ Արևելյան Աֆրիկան չէր կարող անմասն մնալ միջազգային խառնաշփոթից։ 2025 թվականի հուլիսի 9-ին Ալ-Շաբաբ ահաբեկչական շարժումը զինված հարձակում իրականացրեց Սոմալիում։ Ապրիլ-մայիսին տեղի ունեցան ուղիղ բախումներ կառավարական ուժերի ու շարժման մասնակիցների միջև։ Սոմալիի կառավարությունը բախումների ողջ ընթացքում աջակցվել է ԵՄ-ի, ԱՄՆ-ի եւ առավել շատ Թուրքիայի կողմից։ Թուրքիան ինչպես ռազմական, այնպես էլ քաղաքական առումով շարունակեց աջակցել Սոմալիին, զորքեր տեղակայելով Մոգադիշոյում ու օգնելով պաշտպանական համակարգերի զարգացմանը։ 2025-ի ողջ ընթացքում Ալ-Շաբաբ խմբավորման վտանգը Արևելյան Աֆրիկայում ոչ միայն չնվազվեց, այլև որոշ ոլորտներում ուժ գնացավ։
Բայց դե ինչպես ասում են, եկեք գանք մեր ոչխարներին, 2025-ը նշանավորվեց օգոստոսի 8-ին կնքված խաղաղության համաձայնագրով, որով Թրամփը այսպես կոչված խաղաղություն բերեց Հարավային Կովկաս, կարգավորելով Հայաստան-Ադրբեջան իբրև վաղեմի կոնֆլիկտը։ Այդքան սպասված խաղաղությունը, սակայն այդպես էլ չեկավ մեր տարածաշրջան։ Այդ խաղաղության ֆոնին այսօր Բաքվի բանտում են գտնվում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները։ Ադրբեջանը ամբողջ 2025 թվականի ընթացքում շարունակեց խոսել այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի, իրենց սիրելի Գյոչչա լճի, որը մեր Սևանն է, ու Էրիվանի մասին։ 2025-ին Ադրբեջանի տարածքով Հայաստան եկավ ղազախական ցորենն ու ադրբեջանական նավթը, բայց այդ խաղաղություն կոչվածը այդպես էլ չեկավ։ Եվ երբ մենք կդիմավորենք 2026 թվականը, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը այդպես էլ կշարունակի Բաքվի բանտում սպասել այդ խաղաղությանը։ Այսպիսով կարող ենք արձանագրել 2025 թվականը դարձավ միջազգային անվտանգային համակարգի խորքային ճգնաժամի տարի, երբ աշխարհում միաժամանակ ակտիվ փուլում էին թե միջպետական լարվածությունները, թե երկարատև քաղաքացիական ու հիբրիդային պատերազմները, ինչպես նաև ահաբեկչական պայքարները։ Չնայած որ Թրամփը իր բերած խաղաղության համար Նոբելյան մրցանակ էր շարունակում փափագել ամբողջ տարվա ընթացքում։ 2025-ը հաստատեց, որ աշխարհը մտել է երկարատև անկայունության փուլ, որտեղ պատերազմները հազվադեպ են ավարտվում հստակ հաղթանակով կամ խաղաղությամբ եւ առավել հաճախ վերածվում են քայքայիչ երկարատև կոնֆլիկտների։ Այսպիսով թող գալի 2026-ը չկրկնի անցածի սխալները, իսկ աշխարհը սովորի, որ կայունությունը ծնվում է ոչ թե ուժից, այլ պատասխանատվությունից։ Քնարիկ Սահակյան, Օրագիր Նյուզ։